Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Հայաստան խմբակցության կողմից ներկայացվել է հայտարարության նախագիծ։ Հայտարարության նախագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնմանը։ Հայտարարության մեջ ֆիքսում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինց ու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների եւ քաղաքացիների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը եւ դրսեւորում են նաեւ աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իշխող վարչախմբի գործողությունները ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն, որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարման ու սահմանադրականության վերջնական տապալմանը։ Բռնաճնշումների շարունակվող ալիքի ընթացքում ձերբակալվել են, կալանավորվել, տնային կալանքի են ենթարկվել եւ կամ անարդար դատավճիռներով դատապարտվել են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնող arczepiskopոսներ, հոգևոր սպասավորներ եւ ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած ծառայողների ընտանիքների անդամներ եւ կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների եւ երիտասարդական միությունների անդամներ, քաղաքական եւ քաղաքացիական գործունեություն իրականացնող եւ կամ իշխանություններին քննադատող անձինք, հասարակական եւ բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների падգամավորներ, համայնքների ղեկավարներ, ավականիներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։ Ազատությունից զրկված վերնշված բազմաթիվ քաղաքացիները համաձայն ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևով սահմանված չափանիշների ամբողջությամբ համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին։ Ես չեմ ընթերցի 1900 բանաձևով նախատեսված չափանիշները, կարծում եմ բոլորը ծանոթ եք այդ չափանիշներին, եւ ելնելով վերոգրալից աներկ բարձրացնում ենք, որ բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի եւ դիրքորոշման համար, որոնց առնչությամբ առկա են խնդրական եւ տարբերակված մոտեցումներ։ Ոստի հաշվի առնելով վերոնշյալը, լրջագույն մտահոգություն արտահայտելով Հայաստանի Հանրապետությունում ավտորիտարիզմի կտրուկ աճի եւ երկրում սահմանադրական, քաղաքական եւ մարդու իրավունքների լիակատար ճգնաժամի հեռանկարի կապակցությամբ վերահաստատելով այս եւ այլ քաղաքական հետապնդումների առնչությամբ տրվող գնահատականները, հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ստանձնած առաքելությանը եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, առաջնորդվելով ԵԽԽՎ վերաժողովի հաստատումներով, որ ներառում է քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պարտադիր կոչ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը արձանագրում է, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակով դատական եւ իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում են ստանձնած միջազգային, այդ թվում որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորություններին։ Փաստում է, որ տեղի ունեցողն անմիջականորեն հրահրվում, ուղղորդվում եւ համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից, ինչը խարխլում է երկրի սահմանադրականության հիմքերը, քայքայում է հանրային վստահությունը, խեղում է արդարադատության համակարգը եւ կազմաքանդում է իրավական պետության հիմքերը, որոնք ինքնին մարդու եւ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ են, իր լիակատար համերաշխությունն է հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, քաղաքացիներին եւ նրանց ընտանիքներին, պահանջում է դատարանների անկախության ապահովում, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, հրավիրում է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական եւ հակաիրավական գործընթացների վրա, ակնկալելով հստակ գնահատականներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իշխանության ճյուղերի միջև հավասարակշռման եւ փոխսեստման մեխանիզմների խաթարման եւ քաղաքական զանգվածային բռնաճնշումների առնչությամբ եւ վերահաստատում է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել քաղբանտարկյալների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը։ Այսպիսին է հայտարարության տեքստը եւ փորձեմ ներկայացնել հիմնավորումը, նախ հրատապությունը պայմանավորվեց է նրանով, որ Հայաստանում օրեցօր ահագնանում են բռնաճնշումները, այն ժամանակ երբ մենք պատրաստում էինք այս հայտարարությունը, դրան զուգահեռ ելի տեղի էին ունենում քաղաքական նկատառումներով եւ ենթատեքստով կալանավորումներ, եթե ես փորձեմ այսպես թվարկել այն մարդկանց, ովքեր ենթարկվում են քաղաքական հետապնդման եւ նաեւ
կալանավորված են քաղաքական դրդապատճառներով, կարծում եմ շատ երկար ժամանակ կխլի։ Այս պահին քրեական հետապնդման են ենթարկվում 60-ից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ընդ որում քրեական հետապնդման են ենթարկվում հենց 19:00 բանաձևով սահմանված առաջին չափանիշի հիման վրա, այսինքն կալանավորումը իրականացվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ նրա արձանագրություններում արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես մտքի խղճի, կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների եւ միավորումների ազատության երաշխիքներից որը մեկի խախտում։ Մենք ունենք կալանավորված arczepiskopos, խոսքը Միքայել arczepiskopos Ալջապահյանի մասին է, ում նկատմամբ արդեն կա իհարկե առաջին ատյանի մեղադրական դատավճիռը եւ նշանակվել է պատիժ 2 տարի ազատազրկման ձևով, որին ոչ միայն կարելի է անվանել քաղբանտարկյալ, այլ կարելի է անվանել խղճի բանտարկյալ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ վերջինիս կալանավորումը պայմանավորված է եղել իր կողմից կատարված արտահայտությունների հետ, որ որևէ կերպ որպես կոչ որակել հնարավոր չէ։ Մենք տեսնում ենք Բագրատ arczepiskopos Գալստանյանին եւ մնացած 17-ին, ովքեր անցնում են ահաբեկչության վերաբերյալ գործով, այստեղ կան բազմաթիվ կալանավորված անձինք եւ ընդ որում պետք է եւս մեկ անգամ հաստատեմ, որ կալանավորման համար ներկայացված փաստարկները եւ նաեւ որոնք որպես ապացույց ուսումնասիրվելու են նաեւ դատարանում խիստ կասկածի տեղիք են թողնում անաչառ դիտորդի մոտ եւ թերևս այստեղ եւս մեկ մտահոգության մասին պետք է խոսեմ այս գործի հետ կապված ցավոք սրտի պետք է արձանագրեմ որ ազգային ժողովի ամբիոնը պետական պաշտոնատար անձանց կողմից օգտագործվել է սուտ կամ կեղծ ինֆորմացիա տարածելու համար ազգային ժողովի ամբիոնից դատախազի կողմից ներկայացված փաստական հանգամանքները ամբողջությամբ կոտրվում են պաշտպանական կողմից բերված հիմնավորումների հիման վրա, իսկ ազգային ժողովում քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարություն արեց, որ արկա է ահաբեկչության պլան ձեռքով գրված փաստաթուղթ, մինչդեռ գործի նյութերում այդպիսի փաստաթուղթ նույնիսկ գոյություն չունի, սա հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձը կարելի է դիտարկել։ Կալանքի տակ են գտնվում Գյումրում անհնազանդության ակցիային մասնակցած 26 Հայաստանի Հանրապետության 23 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, 3-ի բանտային կալանքը փոխվել է այլ խափանման միջոցով։ Կալանքի տակ են գտնվում լրագրողական եւ այսպես բլոգերական աշխատանք կատարելու ընթացքում իրենց կարծիքը հայտնած Վազգեն Սաղաթելյանը, Երև Նարեկ Սամսոնյանը, Դավիթ Համբարձումյանն է ազատազրկման ենթարկված, կալանքի տակ են գտնվում զոհված հայրենիքի համար զոհվածի ծնողներ, կալանքի տակ են գտնվում նաև համայնքի ղեկավարներ, այնպես որ եթե այսպես փորձենք թվային կերպով ներկայացնել, գրեթե 40 անձ այս պահին գտնվում է կալանքի տակ։ Այստեղ ուզում եմ առանձնացնել նաև Լիդիա Մանթաշյանին, որովհետև 3 դատարանը որոշում կայացրեց եւս 3 ամսով Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարացնելու Լիդիա Մանթաշյանին միանշանակ կարելի է դիտարկել որպես քաղաքական բանտարկյալ, որովհետև ԵԽԽՎ 19:00 բանաձևի համաձայն կտեսնենք, որ ակնհայտ խտրական վերաբերմունք է իր նկատմամբ եւ նաեւ կալանքը այսպես թե այնպես չի հիմնավորվում կալանքի երկարացման համար դատարանի կողմից բերված հիմքերը կարծես թե հիմնավոր չեն եւ ավելին տպավորությունն է, որ Լիդիա Մանթաշյանը դատարանի կողմից պատժվում է, որովհետև 5 ամիս է Լիդիա Մանթաշյանի տեսակցությունները սահմանափակված են նույնիսկ падգամավորների համար եւ այստեղ իհարկե հարց է առաջանում, թե որն են դրդապատճառները, որով որ այդ սահմանափակումը այնուամենայնիվ շարունակվում է։ Ես կարող եմ այստեղ շատ երկար ներկայացնել ԵԽԽՎ 19:00 չափանիշների համապատասխանությունը, կարող եմ խոսել նաև ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեի զեկույցի մասին, 13:011 զեկույցի մասին,
որի հիման վրա ընդունվել է 1900 բանաձևը եւ այստեղ իհարկե խոսվում է ապացուցելու բեռը մասին եւ եթե հակիրճ ասեմ, ապա բանաձևը նախատեսում է, որ զեկույցը նախատեսում է, որ եթե կողմը իրեն հայտարարում է քաղաքական բանտարկյալ, ապա պետության վրա է ընկնում ամբողջ բեռը ապացուցելու, որ նա քաղաքաբանտարկյալ չէ եւ ցավոք սրտի մենք մինչ այժմ այնուամենայնիվ ականատես ենք լինում ճիշտ հակառակին, որովհետև չկա որևէ հիմնավոր փաստարկ, որը կապացուցի, որ իմ կողմից թվարկված անձինք չեն ենթարկվում քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառներով եւ իմ կողմից թվարկված անձինք քաղաքաբանտարկյալներ չեն հանդիսանում։ Ես կարծում եմ այսքանով կսահմանափակեմ իմ ներկայացումը եւ կպատասխանեմ հարցերին, փորձելով այդպես ավելի հստակություն մտցնել հայտարարության տեքստի մեջ։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, հարցեր հիմնական զեկուցողին։ Ես հարցեր ունեմ, Տիկին Վարդանյան, տեսեք, դուք շատ արդյունավետ եւ շատ փորձառու պատգամավոր եք, էլի, ինձանից շատ երկար աշխատած խորհրդարանում, շատ ավելի արգասաբեր։ Ես մի հարց եմ ուզում ձեզ տամ, բայց շատ անկեղծ էլի։ Սա բերել եք լսումները կազմակերպելու համար, չէ՞։ Զուտ որ հիմք լինի լսումները կազմակերպելու համար։ Ուրիշ որևիցե պատճառ չկա։ Ես ավարտ բան անեմ, էլի։ Երկրորդը, եթե այդպես չի, դուք շատ լավ հասկանում եք եւ ԵԽՎ բանաձևին, որ անդրադարձեք, բանաձև որպես կանոն երկու էջ ալնում, հիմնավորումները 30-40 էջ դեմքերով եւ այլն։ 3 էջանոց հայտարարությունա, 2 տողանոց հայտարարությամբ, ապա հիմնավորմամբ։ Եթե նպատակը լսումներ կազմակերպելն է, արեք պարզապես արձանագրենք, որ այո, սա անում եք լսումները կազմակերպելու համար, մենք էլ պարոն Մինասյանի դերույթը գուցե պայմանավորվենք, որ արհեստականորեն ծանրաբեռնենք հանձնաժողովի ազգային ժողովը, գուցե կանոնակարգ օրենքը փոփոխենք եւ ընդդիմությանը ձեր ցանկացած խմբակցությանը տանք առանց ինչ-որ օրակարգային հարցեր լսումներ կազմակերպելու իրան, որտեղ սա դառնում է իզուր լրացուցիչ բեռ, լսումների կազմակերպման նպատակով գալիս է նման նախագծեր։ Խնդրեմ Տիկին Վարդանյան։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Վարդանյան։ Այո, կարող էինք տասնյակ էջերով հիմնավորումներ ներկայացնել, բայց ամեն ինչ այնքան ակնհայտ է եւ ամեն ինչ այնքան տեսանելի է բոլորի համար, այդ թվում նաև վստահ եմ ձեր եւ հանրության մնացած ներկայացների, որ լրացուցիչ հիմնավորման մեջ անդրադառնալ 40 կալանքի տակ գտնվողներից յուրաքանչյուրի գործին եւ յուրաքանչյուրի պարագայում հիմնավորել, որ 1900 բանաձևով նրանք հանդիսանում են քաղաքաբանտարկյալ, կարծում եմ տեղին չելնի, որովհետեւ վստահ չեմ, որ նույնիսկ 30-ների պարագայում ձեզ համոզելու էինք փոխել ձեր դիրքորոշումը, որովհետեւ դուք արդեն որոշակի դիրքորոշմամբ այստեղ ներկա եք գտնվում եւ թերևս նաեւ ձեր հարցազրույցներից եւ ելույթներից դրա մասին կարելի է հետևություններ անել, բայց միևնույն ժամանակ հայտարարությունը ներկայացնելու պատճառներից մեկն էլ այն է հանդիսանում, որ անկախ նրանից, որ դուք հանդիսանում եք այս քաղաքական ուժի ներկայացուցիչը, ես ունեմ ներքին համոզմունք, որ դուք նաև որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պարտավոր եք ճիշտ գնահատականներ տալ արկա իրավիճակին եւ հետեւաբար այս պարագայում հայտարարության տեքստը շրջանառության մեջ դնելը ոչ միայն լսումների նպատակ ունի, այլ եւս մեկ անգամ ձեզ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այսպես դրթելու կամ կոչ անելու ճիշտ գնահատականներ տալ երկրում արկա իրավիճակին։ Վարդանյան, չի ուզում, բայց դիպեցիք նախ շնորհակալություն գնահատականների համար, բայց ես այո, շարունակելով լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նաև շարունակում եմ լինել իրավաբան, իսկ իրավաբանի համար, ինչպես եւ դուք իրավաբանի համար շատ կարևոր է, որպեսզի ցանկացած հայտարարության ներքո լինեն փաստեր, որոնք փաստեր հաստատված հեղինակավոր կառույցների կողմից, դատարանի վճիռներ, օրինակ միետ վճիռներ, միջազգային կառույցների գնահատականներ, միջազգային միջխորհրդարանական կառույցների գնահատականներ, լավ, ի վերջո 1900 բանաձևի մասին ենք խոսում, հա, բայց
մենք գտնում ենք մոնիտորինգի տակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում ինչ-որ դրվագներ պետք է լիներ, որ մոնիտորինգային փաստաթղթերից մեկում նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է քաղբանտարկյալների խնդիր, ինչ-որ մի բան պետք է լիներ, էլի, հասկանում եք, ասում եք, մենք իրավիճակը վատ է։ Ես չեմ ուզում այդ հարցը, բայց տամ էլ այդ հանդերձ, այդ 1900 բանաձևը, որ թվականին է ընդունվել։ Ես կուզենայի, որ այդ թիվն էլ ասեիք, որ թվականին է ընդունվել 1900 բանաձևը։ Եվ սա էլ է, որ սա հարցերը կտակին, մի հարց եմ ուզում ձեզ տամել, տեսեք, գրում եք, հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, Հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքի անդամներ եւ կամ հարազատներ, հասարակական եւ բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, համայնքի ղեկավարներ, ավականիներ, երբ թե ավականու անդամներ պետք է լինեն, տեղական կառավարման մարմինների աշխատակիցներ։ Մի հարց եմ ուզում տամ, էլի։ Կա արդյոք որևիցե կատեգորիա անձանց Հայաստանի Հանրապետությունում, որոնք կարող են նույնիսկ պետության մատուցած ծառայությունների պարագայում օգտվել արտոնյալ կարգավիճակից, այսինքն կատարել հանցագործություններ եւ չընդարկել պատասխանատվության, ինչ ենք մենք sense առանձնացնում, էլ, այսինքն ինչ է ստացվում, ասում ենք մենք SSSS կատեգորիա անձանց ենք, կալանավորը պատկերացնում եք, չեմ ուզում ասեմ են հայտնի Կովկասյան գերոյի ֆիլմից են արտահայտություն ասում, в соседнем районе жених украл члена партии, էլ այդ գաղափարն եմ ուզում հասկանամ, էլ անկեղծ, շատ անկեղծ ուզում հասկանամ, լսումներ կազմակերպել, բարձրացնել այդ մարդկանց հարցերը, մնացունել է, բայց դուք ինքներդ եք չէ հասկանամ, որ այս նախագիծը պարզապես ձեր կողմից Հայաստանի Հանրապետությունում արկա իրավական վիճակի ձեր ընկալումն է, որը կարող օրինակ դառնա Հայաստան խմբակցության հայտարարություն, եւ խնդրեմ տարածեք, բայց ինչ եք սա բերել ազգային ժողով առանց հիմնավորումների։ Ի վերջո, կարճ, երբ է 1900 բանաձև ընդունվել, սա բերել եք լսումների համար, եւ արդյոք մենք ունենք արտոնյալ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն։ Պարոն Վարդանյան, շնորհակալություն հարցերի համար։ Ես կարծում եմ դուք ինձ այնց լավ գիտեք, երբ է ընդունվել 1900 բանաձևը, բայց եւս մեկ անգամ ձեզ հուշեմ 2012 թվականն է, եթե դա չգիտեմ որևէ կերպ ազդելու է ձեր հարակից զեկույցի վրա։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցը լսումների, ես այդ հարցին քիչ առաջ պատասխանեցի եւ ինչ վերաբերում է կատեգորիաները նշելը, դուք այստեղ մի փոքր մանիպուլյացիայի եք ենթարկում հայտարարությունը, այստեղ ոչ թե ֆիքսվում է թե որ կատեգորիայի անձիկ պետք է լինեն արտոնյալ եւ իրենց նկատմամբ չի կարող ենթարկվել քրեական հետապնդում եւ այլն, այլ այստեղ հիշատակվում են այն կատեգորիաների ներկայացուցիչները, ովքեր այս պահին ենթարկվում են քաղաքական հետապնդման եւ իրենց կարգավիճակով համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին։ Այսինքն այստեղ հիշատակումը ամենևին նպատակ չունի տարբերակում մտցնել սոցիալական խմբերի մեջ, այլ հիշատակումը պարզապես արձանագրում է, թե այսօրվա քաղբանտարկյալի կարգավիճակին համապատասխանող անձինք ովքեր են հանդիսանում։ Հակառակ պարագայում մենք պետք է հիշատակեինք նրանցից յուրաքանչյուրի անունը եւ, չգիտեմ, կարգավիճակը, պաշտոնը եւ այլն, կամ աշխատանքային զբաղմունքը, ինչը կնշանակեր, որ մեծ թվով անձանց պետք է անդրադառնայինք հենց հիշատակեինք հենց հայտարարության մեջ։ Շնորհակալություն, այլ հարցեր հիմնական զեկուցողին։ Խնդրեմ, Շնորհակալ եմ շատ, այնուամենայնիվ Տիկին Վարդանյան, նշեիք գոնե որևէ հեղինակավոր կառույց, որ հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունում հենց հիմա կան քաղբանտարկյալներ եւ կարող է այս համատեքստում հիշեցնեիք, որ թվականներից է խոսվել, որ թվականներում Հայաստանի Հանրապետությունում ըստ միջազգային կառույցների եղել քաղբանտարկյալներ։ Գիտեք, ես ցավով պետք է արձանագրեմ, որ այս պահին միջազգային կառույցները կարծես թե իրեն ճգնաժամի ինչ-որ փուլում են գտնվում, որովհետև ես ինքս էլ շատ երկար ժամանակ բարձրացրել եմ քաղբանտարկյալների խնդիրները, քաղաքական հետապնդման ենթարկվողների խնդիրները եւ այն ժամանակ էլ գիտեի, որ եթե քո առջև
դատական համակարգ է, որտեղ որ արդարադատության եւ օրենքի եւ իրավունքի գերակայության հասնել չի կարելի, ապա այս հարցում քեզ աջակից են լինելու միջազգային կառույցները եւ նախորդ իշխանությունների ժամանակ հենց միջազգային կառույցների աջակցությամբ է եղել, որ հաղթահարվում էին որոշակի խնդիրներ։ Այսօր մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնացել եւ թերևս միջազգային կառույցները այս պահին դիտորդի կարգավիճակում են, թեև ԵԽԽՎ-ի համազեկուցողների կողմից եղել են հիշատակումներ ժողովրդավարության խախտումների հետ կապված, պետդեպի կողմից է եղել հիշատակումներ ժողովրդավարության խախտումների հետ կապված, այնուամենայնիվ քաղ բանտարկյալ ճանաչելու հնարավորությունը 1900 բանաձևը չի սահմանափակում միայն միջազգային կառույցների կողմից ճանաչելու հնարավորությամբ։ 1900 բանաձևը հնարավորություն է տալիս ցանկացած քաղաքական, հասարակական կազմակերպության, ինչպես նաև անձի, ուրեմն դրույթների չափանիշների հիման վրա կալանավորված անձանց դիտարկել քաղ բանտարկյալի կարգավիճակին համապատասխան։ Էլի եմ ուզում անդրադառնալ 13-011 զեկույցին, որտեղ հենց նշում է, որ պետության պարտավորությունն է հանդիսանում ապացուցել հակառակը, որ անձինք չեն հանդիսանում քաղ բանտարկյալներ, այսինքն ապացուցել, ժխտել այդ փաստերով, որ անձը հանդիսանում է քաղ բանտարկյալ, իսկ ինչպիսի փաստեր պետք է ներկայացնի, ուրեմն այստեղ մի քանի հիմնական հանգամանքներ են նշում զեկույցը, խոսքը վերաբերում է ուրեմն նրան, որ մեղադրանքի արժանահավատությունը պետք է ապացուցվի, մեղադրանքը եւ դատավճիռը համեմատականության մեջ պետք է համաչափ լինեն հանցագործությանը, որը որ օրինակ Միքայել Սրբազանի դեպքում խիստ կասկածի առարկա է դառնում, անձը խտրական կերպով չպետք է կալանավորված լինի այլ անձանց հետ եւ արդար դատավարությունը պետք է որ ապացուցված լինի, ինչը էլի անկախ դիտորդի մոտ խիստ կասկածներ է թողում։